Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Ադրբեջանի ղեկավարությունը, չնայած ստեղծված ծանր իրավիճակին, շարունակում է առաջ քաշել Արևմտյան Ադրբեջանի գաղափարը։ Դրան զուգահեռ ադրբեջանական պետական հեռուստաընկերությամբ շարունակ խոսվում է նաև այսպես կոչված հարավային Ադրբեջանի մասին, նշելով, որ բոլոր այն տարածքները, որոնք գտնվում են Ատրպատականում, Թավրիզ մայրաքաղաքով հանդերձ, դրանք պատմական ադրբեջանական տարածքներ են եւ հետեւաբար դրանք պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Սրան զուգահեռ Հայաստանի ղեկավարությունն է ժեստ անում Ադրբեջանի նկատմամբ, հայտարարելով, որ ելնելով այն իրավիճակից, որ Իրան-Ադրբեջան սահմանը փակ է, ապա Հայաստանը պատրաստ է տարածք տրամադրել Ադրբեջանին Նախիջևանի հետ կապվելու համար։ Բայց հիշեցնեմ, որ Ադրբեջանն է փակել սահմանը։ Եթե սահմանը փակած լիներ Իրանը, ապա զուտ հումանիտար նկատառումներից ելնելով ինչ որտեղ կարելի էր ընդառաջել Ադրբեջանին եւ հնարավորություն տալ կապվել Նախիջևանի հետ։ Բայց խոսելով հումանիզմից չի կարելի այն նույնացնել ադրբեջանցիների հետ, քանզի Արցախի օկուպացիայի ժամանակ եւ բլոկադայի ժամանակ ադրբեջանցիները չէին թողնում, որպեսզի անգամ մեկ բուր ալյուր հասնի Արցախի սովահար ժողովրդին։ Հիմա հասկանանք ինչ ռիսկեր է պարունակում այս ամենը եւ արդյոք Ադրբեջանը սա չի օգտագործելու փախստականներ Հայաստան տեղափոխելու եւ ըստ էության իր ծրագրած Արևմտյան Ադրբեջանի գաղափարը առաջ տանելու համար։ Սա չափազանց վտանգավոր է, հաշվի առնելով նաեւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը տարբեր մաքսային ռեժիմներում են գտնվում եւ ինչպես է այս ամենը կարգավորվելու, ինչպես է լուծվելու անվտանգային խնդիրները, Ադրբեջանի բեռների տեղափոխության խնդիրները, սրա մասին ոչ ոք չի ասում։ Բայց ամենից սոսկալին այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը խոսելով այսպես կոչված խաղաղության խաչմերուկի մասին, կամահրանքով դիմում է հայերին, նշելով, որ երբ Բայդենը երկրորդ անգամ վերադառնա Սպիտակ տուն, նոր այդ ժամանակ կարելի է խոսել խաղաղության խաչմերուկի մասին։ Շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում եւ պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի բեռների անցմանը զուգահեռ Ադրբեջանը հանկարծ չփորձի Հայաստան տեղափոխել X թվով փախստականներ եւ այսպես փորձի լուծել նաեւ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի հարցը։